Հայաստանի հավաքականը վերջին 3 խաղում տարավ իր 3-րդ խոշոր հաշվով հաղթանակ, այս անգամ հարազատ հանրապետական մարզադաշտում ջախջախելով Մակեդոնիայի ընտրանուն 4-1 հաշվով։ 28-րդ րոպեին Յուրա Մովսիսյանն ընդունելով գնդակն աչեզրային հատվածում անցավ միանգամից 3 պաշտպանից եւ դարպասային գծի վրայից գնդակն ուղարկեց սկուտերի վրա կարելի ասել մատուցեց Մարկոս Պիզելիին, որն էլ մոտ տարածությունից բացեց հաշիվը։ Մինչև ընդմիջում գնդակը եւս մեկ անգամ հայտնվեց մակեդոնացիների դարպասում։ Դա տեղի ունեցավ առաջին գոլից 6 րոպե անց։ Հենրիկ Մխիթարյանն ընդունեց գնդակը, առաջընթացավ խաղադաշտի լայնքով եւ շուրջ 30 մետրից գնդակը հարմարեցնելով ձախ ոտքին անկասերի հարվածով այն ուղարկեց դարպասի վերին ինյակը 2-0։ Փարայեղ գոլ էր եւ եկեք չմեղադրենք հյուրերի դարպասապահ Մարտին Բոգատինովին, ով էլ լիներ դրա փոխարեն ոչինչ չէր կարողանա անել։ Հանգստից 15 րոպե անց Յուրա Մովսիսյանն ընդունեց գնդակը, հաշվենկատ փոխանցում կատարեց Գևորգ Ղազարյանին, միտումնավոր բարձր կերպով գնդակը հայտնվեց Գևորգի ձախ ոտքին եւ մնացածը վարպետության հարցեր 3-0։ Դե իսկ 3-1 հաշվի պարագայում նորից իր մասին հիշեցնել տվեց Արթուր Սարգիսովը, 4-րդ գոլի մասնագետը։ Յուրա Մովսիսյանից ստանալով գնդակը նա մտավ տուգանային հրապարակ, խաբս տվեց Բոգատինովին, ինչպես սկսնակ պատանուն եւ նսեմացուցիչ գոլ խփեց Մակեդոնիայի հավաքականի դարպասը, հաշիվը բերելով վերջնական տեսքի 4-1։ Նույն օրը տեղի ունեցան եւս 2 հանդիպումներ։ Ռուսաստանի հավաքականը Բրատիսլավայում 1-0 հաշվով պարտության մատնեց Սլովակիային եւ գործնականում ապահովեց իր տեղը Եվրո 2012-ի եզրափակիչ մրցաշարում։ Հիմա կարևորը Դուբլինյան մրցավեճն է եւ հաջողություն մաղթենք Հայաստանի հավաքականին։